Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Արևելյան լեգիոնը ժառանգությունը Արցախի իրավական պայքարի թեզափուլը Արմենակ Աբրահամյան հանդիպում Արցախայությանը հետ Արևմտյան Հայաստանը Երևանյան առաքելությունում։ Դադյանների Գերդաստանի ժառանգությունը Արցախյան սիրո հեքիաթը կամ Արա Պաստիպենկինի Ստեփանակերտա թատրոնը 2 տարի անց վերակազմավորում է։ Հերթական կինոն հերոսի մասին Աշոտ Ղուլյան Բեկոր, մշակույթը որպես սոցիալական ենթակառուցվածք թեզածրագրեր 2025-26 թվերին հետի։ Քյոմագյանի Արևմտյան Հայաստանը պետական տելևիզիոն միացիկ մեր վետերաններին։ Արևմտյան Հայաստանը Երևանյան առաքելությունում հանդիպում այլել Արցախահայությանը հետ։ Հանդիպման վաղտը ելույթ անցալ Արևմտյան Հայաստան ազգային խորհրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը։ Ելույթի վաղտը Արմենակ Աբրահամյանը ընդգծալավեր Արևելյան լեգիոնը ավելի քան 100 տարեկան պատմությունը սոյել շարունակում մոտ հետաքրքրություն առաջացնելը։ Հիշեցրալ ավել լեգիոնը ձևավորված արել Ֆրանսիայի նախաձեռնությունով հայ կամավորներին համախմբելով Օսմանյան կայսրության դեմ պայքարի հետի։ Այդ տարիներին ըստ իրան հայկական ուժերը կարևոր դեր են ունեցալ ոչ միայն ազգային, այլև միջազգային անվտանգության հարցերում։ Պարոն Արմենակ Աբրահամյանին ասել ավը լեգիոնի հիմնական նպատակը Կիլիկիայի ազատագրումն այլել ու հայկական ազգային բանակի ձևավորումը։ Նշալ ավեր այդ ժամանակաշրջանում հայ ժողովուրդը պայքարել իսալ սեփական պետականության վերականգնման ու ինքնության պահպանման հետի։ Նյութն ամբողջությամբ կարդացիք Western Amnesty TV-ին սայտումը։ Արևմտյան Հայաստանը Երևանյան առաքելությունում հանդիպում այլել Արցախաբռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ։ Բացման խոսքով հանդես եկալ Շուշվա հայրենատիրական միության նախագահ Աշոտ Հարությունյանը ներկայացնելով Արևմտյան Հայաստանագործունեություն ուղղված Արցախահայության իրավունքների պաշտպանությանը։ Ինքը շնորհակալություն հայտնալ ներկաներին ու ներկայացրալ օրվա օրակարգը։ Միջոցառումը վարել Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային խորհրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը վերկարևորել Արցախահարցա միասնական ու հետևողական գործի անհրաժեշտությունը։ Հանդիպումը ավարտվալ հետաքրքիր քննարկումներով ու հարցու պատասխանով ընդգծել ավեր Արցախահայությունը մենակ չի ունե շարունակական աջակցություն։ Դադյաններին Գերդաստանը ծագում է վասպուրականը 3 դար շարունակ նշանակալի դեր ունեցալ Օսմանյան կայսրության ու հետագայում բռնազավթված Արևմտյան Հայաստանում։ Գերդաստանի արմատն է սկիզբն առնում միջնադարյան արծրունիների իշխանությունը, տևական տեղահանությունները նետը ընտանիքը բնակությունը հաստատալ ակնում պատմական աղինում։ 16-րդ դարից Դադյանն հաստատվում են Կոստանդնուպոլիս ու Տորմն կայսրության արդյունաբերական զարգացման առանցքային գործիչները։ Իրանց նախաձեռնությունով ստեղծվում են Մետաքսի, Կաշվի, Ջարդոնի, Երկաթի ու զինտեխնիկական գործարաններ, հայկական բարձրավանդակի հյուսիսային ու արևմտյան շրջաններում։ Դադյանների ընտանիքը 75 տարի ղեկավարում է բարութի գործարանեն քյոմագնելով ռազմական տեխնիկայի արդիականացմանը։ Դադյանները մեծապես նպաստան սոցիալական ու կրթական կառույցների ստեղծմանը։ Իրանց միջոցներով կառուցվել կամ վերանորոգվել ՄԽԼ հայկական շկոլներ, հիվանդանոցներ, եկեղեցիներ Մաքրիքյոյի, Ազադլուի, Բաքրիևոյի ու այլ շրջաններում։ Երկու տռմա դադարանը ետը Ստեփանակերտա Վահրամ Փափազյանի անվան թատրոնի դերասանը նորից բեմը պիցրացալ Երևանում։ Նոյեմբերի 12-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում Ռուզան Խաչատրյանի Արցախյան սիրո հեքիաթը ներկայացման առաջնախաղն այլել հիմնված Ալեքսանդր Մանասյանի ստեղծագործությունների իրա։ Ներկայացումը տրալ հանդիպման ու Արցախյան բարբառը նորից լսելի առիթը։ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը կարևորել թատրոնի գործունեության շարունակականությունը ու շնորհակալություն հայտնել աջակիցներին։ Ռեժիսոր Ռուզան Խաչատրյանը նշալ ավեր ներկայացումը տրալ թատերասաների, թա հանդիսատեսներին հետի թերապիա հնարավորություն տալավիշելի Արցախա երջանիկ օրերը։ Նարեկացի արվեստի միությունում ցուցադրվել է ռեժիսոր Սամվել Թադևոսյանի Աշոտ Ղուլյան փաստագրական կինո նվիրված Արցախյան ազատամարտի հերոս Աշոտ Ղուլյան Բեկորին։ Ցույցին վաղտը ներկայացվել նաև Ինչու պատերազմ կարճամետրաժը Աշոտ Մինասյանի մասնակցությունով։ Ռեժիսորը պատմել է հերոսների մասին, իրենց հնցած մարտական ուղու զոհվածների հիշատակը հավերժացնելի կարևորության մասին։ Դահլիճները նաև Արկադի Կարապետյանը կիսվել ավիրան հուշերով Բեկորի մասին։ Միջոցառումը հիշեցրել ավեր Արցախի ազատագրական պայքարի հերոսներն կյամն այդ սուրբ ողի ամեն կաթիլ արյան գնով իրանց հիշատակը պիտի միշտ պատվինք։ 2026 թվականի Գալուս Գյուլբենկյան հիմնադրամի Ինվիու ծրագրի շրջանակում հայտարարվում է թեզամրցույթ ուղղված Սփյուռքահայ մշակութային դաշտը դիտարկելուն որպես սոցիալական ենթակառուցվածք։ Ծրագրի նպատակն է լեզվի ստեղծագործական մտքի ու նոր գաղափարների միջոցով պնդացնել հայկական համայնքների մշակութային ու հասարակական շերտերը։ Մշակույթը որպես ենթակառուցվածք ընկալելու հնարավորություն տամ ստեղծելի թեզակապերը փոխազդեցության ցանցեր, զարգացնելի համայնքային հարաբերություններն ու խթանելի անհատական ու հավաքական բարեկեցությունը։ Ինվիու ծրագիրը խրախուսում է ստեղծագործական ազատությունը ու նորարար լեզվամտածողություն նպաստելով արևմտահայերենի կենսունակ ապագային։
Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին հավատարիմ մնալով իրենց սկզբունքներին եշողներին շարունակում է իրան անխափան գործը թեզե մոտեցումներով։ Հունց արդեն գիտում եք մեր տելևիզիոնին ինքնագովազդ դավ չի զբաղվում, հիմնականում հեռարձակում Արևմտյան Հայաստանը պատմության ու ներկայ ապագայի մասին տեղեկատվություն, քաղաքական ու ենթատեքստերով մի տարբեր խնդիրներ վերհանող լուրեր ատա։ Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին գրանցալարան ամենակարևոր նվաճումները մինը հրատարակելով Արևմտյան Հայաստան շաբաթաթերթը վերի նպատակն ապահովելու տարածել մեր պատմությունը մշակութային ինքնությունը։ Մունք նաև թափանցիկ ու մաչելի ձևով ներկայացնում Արևմտյան Հայաստան Հանրապետության նախագահի կառավարության ազգային ժողովի այլ կառույցների քաղաքական զարգացումները։ Սիրելի հայրենակիցներ, ձեր քյոմագյավը մեր տելևիզիոնի հնարավորությունները ավելին ընդլայնվում ու պնդանում ու միասին ենք ուժեղ։ Հայ վետերանների ու քյոմագյանների միավորում, ֆրանսիացի վետերանների ու հայկական ծագումով դիմադրողների միավորում։ Եթե 18-ից 78 տարեկան քումի պատար ազատ վախտոնի կարիք միանակ հիշատակի պահապաններին պատիվ հայրենիք եղբայրություն։ Ձեր խնդիրն ինական պաշտոնական արարողությունների վախտը պիտի Արևմտյան Հայաստանադրոշը հիշատակի պահապանների իրենց նշանակալի ներկայության պաշտոնական արարողություններին ու հիշատակի արարողություններին վախտը վերոնց մասնակցում են նաև այլ կազմակերպություններ, պատվում են հայ զինվորների ու կամավորների վեր 1916-ից մինչև մեր օրերը իրենց կյանքը վտանգալն պաշտպանել ֆիզիկական վտանգի տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը խնդրում ենք հապաղեք վեճ միանակ նախագահ Ժան Ղազարոսյանի լրացուցիչ տեղեկություն ստանալի հետի։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա տեսքան ենք պատրաստել, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։